Հայաստանը կարող է զրկվել ԵԱՏՄ շուկայից ու ռուսական գազը գնել 3 անգամ թանկ եվրոպական գներով։ Ռուսաստանը միայն այսօր 2 բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերով մի քանի ժամվա տարբերությամբ նորից զգուշացրել է Հայաստանին, թե ինչ հետևանքներ կունենա Հայաստանի եվրոանդամակցությունը։ Մտածեք, այդ շատ յուրահատուկ մարդու գործողությունների հետևանքով կպարտվի հայ ժողովուրդը, որ կզրկվի ռուսական շուկայից, ԵԱՏՄ-ից ու տասնամյակներով կառուցված տնտեսական կապերից։ Весьма и весьма привлекательная и более чем льготная цена на российский газ. Ռուսական գազի գինը Հայաստանի համար ավելի քան արտոնյալ է, սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահը հայտարարել է նաև, որ Փաշինյանի քաղաքականությունը Ռուսաստանի հետ կապերը խզելու մասին է։ Ոմն Նիկոլ Փաշինյան Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման կուրս է ընտրել, դա պետք է ընդունել։ Նրան շահավետ է թվում սեղմվելով տարբեր քաղաքական հոսանքների միջև, արևմուտքում իր համար ուռճացված հեղինակություն վաստակելով վտանգել կապերը մեր երկրի հետ։ Խնդրում ենք, օրդորում ենք։ Որևէ հայտարարություն զգուշացում չի սասանում ԿՊԱ-ականների վստահությունը, թե Երևան-Մոսկվա հարաբերություններում լուրջ ճեղքեր չկան։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է, Մեդվեդևի տեղեկությունները սխալ են։ Այդ պաշտոնյայի տեղեկությունները սխալ են, եւ մենք շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները եվրոպական միության անդամ երկրների եւ ոչ միայն անդամ երկրների հետ, արևելքում, հարավում, բոլորի հետ շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները եւ սա որևէ կերպ ուղղված չի, կրկնում եմ, ընդգծում եմ, վստահեցնում եմ Ռուսաստանի Դաշնության դեմ։ Հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին երեքշաբթի Հայաստան է ժամանում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ինչու Միրզոյանը շատ փակագծեր չի ուզում բացել։ Մենք ունենք մի քանի փաստաթղթեր ստորագրելու եւ բոլորն էլ շատ կարեւոր, չեմ ուզում հիմա նախապես այդ մասին մանրամասներ հայտնել։ Մինչև քարոզարշավը ռուսական ինչ-որ հիբրիդային սպառնալիքների հակազդելու համար Եվրամիությունից օգնություն խնդրած Միրզոյանը։ Քարոզարշավի ընթացքում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան, արդյոք չի համարում միջամտություն մեր երկրի ներքին գործերին։ Այս ամենը իհարկե ուղղված է նաև նրան, որ սատարեն Փաշինյանի կառավարությանը, քարոզեն, թե իրականում նրա արտաքին քաղաքականությունը հաջողվել է։ ԿՊԱ-ականները հատկապես նախընտրական շրջանում հայ-ռուսական հարաբերությունների շուրջ մտահոգությունները ուռճացված են անվանում, պնդում, որ մամուլն է սրում իրավիճակը, իսկ իրականում ամեն ինչ գրեթե իդեալական է։ Իրականում խնդիրը կա եւ հարաբերությունները շատ լարված են։ Եթե սովորական աշխատանքային վիճակ լիներ Երևան-Մոսկվա շփումներում, ինչու պետք է այդքան բաց ու սուր խոսեին Ռուսաստանի նախագահը, նրա օգնականը, փոխվարչապետը, արտգործնախարարն ու փոխարտգործնախարարը, անվտանգության խորհրդի փոխնախագահը, հարցնում է Կովկասագետը։ Այսինքն մենք տեսնում ենք, որ սա համակարգային մոտեցում է Ռուսաստանի կողմից եւ եթե ժամանակին Ռուսաստանում փորձում է սա ավելի շատ ներքին հարց դիտարկեն եւ այսինքն փակ դռների հետևում քննարկեն այս ամենը, ապա հիմա արդեն իրենք համարում են, որ պահն է եկել բարձրաձայնել այս ամենը։ Որպես թափության կոչ ընտրություններից առաջ ուղված եւ հայ պաշտոնյաներին եւ հայ ժողովրդին, որի որոշումից է կախված նաեւ հայ-ռուսական հարաբերությունների ապագան, շարունակում է Իգիթյանը։ Ռուսաստանի ղեկավարությունը ուզում է ցույց տալ նաեւ Հայաստանի ժողովրդին, որ այն ինչ որ հիմա Հայաստանում կա տնտեսական առումով, դա կա շատ զգալի մասով նրա շնորհիվ, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է։ Քաղաքական աղետներից բացի տնտեսական աղետ կարող է պայթել Հայաստանի գլխին Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով, կարծում է Կովկասագետը։ Ըստ նրա, հենց սա է փորձում հասկացնել Մոսկվան հայ ժողովրդին, Երևան-Մոսկվա փափուկ ապահարզանի հարցը պայմանավորելով ընտրությունների արդյունքներով։ Կարող է ինչ-որ ճակերտավոր դեղին քարտ ցույց տան Հայաստանին այս անգամ, բայց չեմ կարծում, որ կարմիր քարտ է։ Կարմիր քարտը գուցե լինի ուկրաինական սցենարը, որի մասին ակնարկել էր Ռուսաստանի նախագահը եւ որի մասին նորից հիշեցրել է Դմիտրի Մեդվեդևը։ Նա հայտարարել է, որ Փաշինյանը Հայաստանը երկրորդ Ուկրաինա է ուզում դարձնել։ Ռուս բարձրաստիճան պաշտոնյան ըստ էության հասկացնում է, Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանին մերժելով որպես ռազմավարական դաշնակցի, նրան դարձնում է թշնամի։ Լիլիթ Սարգսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։